Շատ սիրելի հետևորդներ, այսօր գնում ենք Մադրիդի կենտրոն, մի քանի գործերում ենք այնտեղ, մնացեք մեր ալիքում, տեսեք թե ինչ ենք անելու։ Գնացինք, իսկ ովքեր նոր են միացել մեր ալիքին, խնդրում եմ հենց հիմա բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակոճակը, դե ինչ, գնացինք։ Մեր շատ սիրելի հետևորդներից մեկը խնդրել էր ցույց տալ, թե ինչպես են գնում գնացքի տոմս։ Ես հիմա ցույց կտամ ամենապարզ տարբերակը տուրիստի տեսանկյունից, եւ եթե հետո ավելի մանրամասն կարիք լինի, դա էլ ցույց կտամ։ Ընտրում ենք Adulto Ida, ունես գնացքի քարտ թե ոչ, մենք սեղմում ենք այո եւ քարտը տեղադրում ենք այստեղ։ Որոնման դաշտում գրում ենք Sol, որը հենց Մադրիդի կենտրոնն է։ Նշում ենք Sol-ը, այստեղ ցույց է տալի, որ 1 անձը 260 է, հաստատում ենք և վճարման տարբերակները մի քանիսն են, կա քարտով, գումարով կամ կոպեկով, մենք ընտրում ենք գումարով տարբերակը։ Իսկ եթե քարտ չունեք, ապա կողքը կա սպասարկման բաժին, այնտեղից կարող եք քարտը գնել։ Այստեղ տալիս է կտրոնը ուզում եք թե ոչ, անպայման սեղմեք այո, որովհետև եթե ինչ-որ խնդիր լինի, դրանով կապացուցեք, որ դուք գնել եք։ Եվ հաջորդը նույնպես, նույն գործողությունը։ Այս անգամ մի քիչ տապում ենք, չկարողացանք շատ մանրամասն ներկայացնել, որովհետև տարբերակները շատ են։ Բայց խոստանում եմ մի օր ավելի մանրամասն հանգամանալից ցույց կտանք։ Գնացինք 2 տոմս և հիմա գնում ենք Մադրիդի կենտրոն։ Remember, you don't get it twice, the time of your life. Մադրիդի կենտրոն այսօր մի քանի գործ ունեինք, դրանցից մեկը Հայաստանի դեսպանություն գալն էր։ Պետք է վերցնենք մեր աղջկա հայկական անձնագիրը։ Գրեթե ուշացած եմ հասել, բայց շնորհակալ եմ աշխատակցին, որ ինձ ընդունեց։ Ովքեր ինձ հետևում են, կհիշեմ, որ ես հոլովակներից մեկում շատ հեռվից էի ցույց տվել Հայաստանի դեսպանությունը, բայց այսօր մի քանի կադր ցույց կտամ արդեն ավելի մոտիկից։ Հիմա դեսպանության հետ աշխատանքը շատ ավելի հեշտացել է, քանի որ շատ փաստաթղթեր արդեն կարող ես էլեկտրոնային տարբերակով պատվիրել, որը իսկապես շատ ժամանակ է խնայում։ Առաջին փորձառությունս այն էր, որ դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկակ պատվիրեցի ու դա եկավ մոտավորապես 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց մինչ այդ 1-2 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով դա ինձ հասավ, շատ գոհ եմ։ Ու նույնիսկ առաքեցին այդ փաստաթուղթը մեր տան հասցեով։ Իսպանացիներն շատ շփվող ու ընկերասեր են, շփումն ավելի հեշտ ու հաճելի է դառնում։ Վերջանից էլ ստացավ հայկական անձնագիր, իսկ հաջորդ փուլով արդեն Իսպանիայի քաղաքացիության դիմումն է լինելու։
darkness on quiet streets. Two hearts finding where to meet. Life pulled us apart, left me talking to the dark. If I called you tonight, would it feel the same? Ասում են, եթե դիպչես ես արձանի հենց այս հատվածին, հաջողությունը գալիս է քեզ մոտ։ Իսկ ես շատ եմ ուզում, որ քո առաջին հաջողությունը լինի Մադրիդ հասնելը, ու մնացածը արդեն սկսեմ բացվել հենց այստեղից մի փոքր հպումով։ Սրանք Կատալոնիայում հայտնի փոքրիկ արձանիկներ են։ Դրանք դնում են սուրբ ծննդյան դեկորների մեջ որպես ավանդույթ։ Ասում են, սա հաջողություն ու բարեկեցություն է բերում։ Մի քիչ տարօրինակ է թվում, բայց այստեղ շատ սիրված ու զվարճալի ավանդույթ է։ If only for a moment, take me back to the start, before the quiet and the scars, when the world felt small. Եթե նոր եք միացել իմ էջին եւ ձեզ դուր է գալիս հոլովակ, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ ստեղծեք զանգակ կոճակը, որպեսզի իմ յուրաքանչյուր թողարկում առաջինը հենց դուք տեսնեք։ Ես Մերին եմ, բնակվում եմ Իսպանիայում, այս ալիքում ուզում եմ կիսվել Իսպանիայի կյանքով, առօրյայով, ինչպես նաև միասին կարող ենք քննարկել ու բացահայտել տարբեր թեմաներ։ Բաց եմ նոր առաջարկների համար, այնպես որ մեկնաբանությունների դաշտում գրեք ձեր առաջարկները։ If I called you tonight, would it feel the same? Or have we both moved on to different names? Take me back to the start, before the quiet and the scars, when the world felt small and your hands fell warm. Սա տիպիկ իսպանական տուրոնների ու քաղցրավենիքների խանութ է։ Մտնում ես ներս ու առաջին հերթին քեզ հյուրասիրում են ու դու ըստ այդմ ավելի հեշտ ես կողմնորոշվում, թե ինչ կարող ես գնել, որովհետև իրականում այստեղ ամեն ինչն է համով, բայց գները փոքրինչ բարձր են, քան սովորական խանութներում։ Back to the start, before the quiet and the scars. Take me back to the start, before the quiet and the scars, when the world felt small and your hands felt warm. Take me back to the start, if only for a moment. If only for a moment. If only for a moment. Take me back to the start, before the Սա Apple-ի պաշտոնական խանութ սրահն է։ Շատ գեղեցիկ, մեծ։ Մտնում ես ու չես ուզում այստեղից դուրս գալ։ Ոստիկանները ասեցի, չէ, այստեղ ամենուր են, տեսնես ինչ ա եղել, որ եկել են։ Իմ նման հետաքրքրասեր մարդու համար սա հատուկ պահ էր։ Հələ մտնենք տեսնենք ինչ ա կատարվում։ We were
sparks on Նայեք լի սպանացու դեմքը։ two hearts finding Մի խոսքով մենակ ես չեմ հետաքրքրասեր։ life pulled us apart, left me talking to the dark. Ցավոք ինձ չեն թողում այլևս նկարեմ։ Ոնց տեսնում եք, ես չեմ հանձնվում ու մի քիչ էլ դրսից եմ նկարում։ Շենքը շատ գեղեցիկ է, բացի այդ, այստեղ իրականացում են դասընթացներ, որի ընթացքում սովորեցնում են Apple-ի բոլոր սարքերի օգտագործման նրբությունները։ Մենք հասանք Գալերիա դե Կանալեխաս, սա շատ բարձրակարգ, լյուքս դասի, շոփինգ վայր է Մադրիդի կենտրոնում։ Իրականում նմանատիպ վայրերը շատ կան, եթե հետաքրքիր լինի, մյուսը կնկարեմ, որը outlet չի, ինքը հենց իր պաշտոնական խանութ սրահներն են։ Եկեք մտնենք, ծանոթանանք, թե ինչ տեսականի կա։ If only for a moment, take me back to the start, before the quiet and the scars, when the world felt small in your hands. Այս հետաքրքիր ու ինձ համար շատ շքեղ դրան հատվածում ամեն անգամ մի նոր բրենդի ապրանք է ներկայացված։ Հետաքրքիր փաստ ասեմ, հենց այստեղ են կապված Ռոնալդոյի ու Ջորջինայի սիրո պատմության սկիզբը։ Նրանք հենց այստեղ են ծանոթացել ու Ջորջինան իր հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ շատ հետաքրքիր պահ է։ Ինքը առավոտյան ավտոբուսով է գնացել գործի, իսկ երեկոյան արդեն Ռոնալդոն Բուգատիով տարել է տուն։ Այս վզնոցի արժեքը ինձ թվում է շատերիս տներից թանկ է։ 186,000 եվրո։
Սա Four Seasons ռեստորանն է կամ հենց ամբողջ համալիրի մի մասը։ Մադրիդի ամենաբարձրակարգ վայրերից մեկն է, ոչ միայն ծառայությամբ, այլ ինչպես տեսնում եք, նաև իր շքեղ ճարտարապետությամբ։ Միշլեն ուղեցույցն էլ ռեստորանների Օսկարն է։ Իսկ սա ցույց է տալի, որ 2024 թվականին Four Seasons հոթելը համարվել է աշխարհի 50 լավագույն հյուրանոցներից մեկը։ Sparks on quiet streets, two hearts finding where to meet. But life pulled us apart, left me talking to the dark. If I called you tonight, would it feel the same? Or have we both moved on to different names? Before the quiet and the scars, when the world felt small and your hands felt warm. Սա Սերվանտեսի ինստիտուտն է, որը Իսպանիայի մշակութային կենտրոնն է համարվում։ Այստեղ կազմակերպվում են դասընթացներ ու քննություններ։ Սա մի խոսքով այն վայրն է, որը կապում է Իսպանիան ամբողջ աշխարհի հետ։ Ռետիրոյի այգին ասում են կարծես Մադրիդի թոքերը լինեն։ Այգին հսկայական է, մենք ուղղակի մի պահ կզբոսնենք ու կշարունակենք մեր մյուս գործին անցնել, պետքա գնանք փաստաբանի մոտ որոշ հարցերով։ Իսկ այգին հրաշալի է, որովհետև երբ որ մտնում ես այստեղ, կարծես կտրվում ես աշխարհից, այդ աղմուկից, ոչ միտեղ չես շտապում ու դառնում ես բնության մի մասը։ Շատ հետաքրքիր է, այս զգացողությունը պետք է հենց այստեղ զգալ, բառերով, այսպես ասում եմ, բայց դա աննկարագրելի է։ Remember, you don't get it twice. The time of your life. Don't look at the past, no, we're not going that way. Oh, now make it last, make it last to the break of day. No matter what people say, live life in a fast lane. Double shot for the gifted, triple shot for the pain. There you go, drink it up, all this love in a cup. Yeah, we go slow, we go fast. Yeah, we can't get enough. We stay all day, all night, living in paradise.
Ինչպես տեսնում եք, այստեղի լուսացույցերի վրա երկու սիլուետ կա։ Հիմա կհարցնեք ինչու։ Քանի որ տարիներ առաջ կանայք բողոքել են, թե ինչու պիտի լինի միայն տղամարդու սիլուետով լուսացույց, իսկ պատկան մարմիններս չիմանալով, թե ինչպես այս հարցը լուծեն, որ լինի ճիշտ, դրա համար ավելացրել են երկրորդը, այսինքն եւ կնոջ եւ տղամարդու սիլուետով։ Դա գիտեք, քանի որ Եվրոպայում գենդերային հավասարության գաղափարը շատ խիստ է դրված, դրա համար հիմա այստեղ այսպես է։ Ինձ օրինակ հետաքրքիր է, որ երկրում է նման մոտեցում կիրառված գրեք մեկնաբանություններում։ Իսկ հիմա մենք գնում ենք մեր փաստաբանի մոտ։ Դե ինչ, այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք, համբուրում եմ մինչ նոր հանդիպում։